ձևը այս մարդկանց վերադարձի իրավունքի Վերջ, հիմա հարցի իրավունքնա չէ, հարցի իրավունքնա ազգային ժողովրդավարական բևեռ համայնքական կուսակցություն, Գևորգ Կարապետյան, պարոն Կարապետյան, ում եք ուղղում ձեր հարցը։ Ես հարց չեմ տա, որպեսզի մոնոլոգի չվերածվի։ Շնորհակալություն, հարցը հիմա։ Չէ, սպասեք, ես իմ ժամանակ օգտագործում եմ։ Հարց պետք է տակ, ժամանակ չեք օգտագործում։ Դե, ուրեմն հեսա կտամ, նախ եւ առաջ, ինչ վերաբերում է Արցախի ժողովրդի իրավունքի։ Հարց, ոչ թե ելույթ, այլ հարց։ Դե հարցն է վերջում։ Հարցը ինձ ձևակերպվելու։ Հանգստացեք, պարոն Թաթյան, պարոն Զուրաբյան։ Դիմա իմ ժամանակից եք հարցուզություն չի, խնդրեմ։ Ում եք տալիս։ Երբ 2014 թվականից 15 թվականին Միացյալ հոպի դեմ մենք պայքարում էինք, ես չեմ հիշում ներկա քաղաքական գործիչներից նորերին չէ, չնայած պարոն Սիմոնյանը 2015 Պարոն Թաթյան, մի խան գարեք հարցը տալիս, հստակեցնում եմ։ Պարոն Թաթյան, մի հստակեցեք, ոչ մի բան իր հարցում։ Ինչ հարց տվեցիք վերջը։ Դե թողեք որ հարցը տամ, դուք իմ ժամանակը սպառվել է։ Դուք չեք ունեք, դուք ձեր հարցազրույցների նման չեք թողնում։ Տվեք ձեր հարցը կարճ։ Հայաստանը կարող էր իր բանակցություններում պահպանել Արցախի հարցը, որը սխալ ու հանցագործ քաղաքականության պատճառով զոհաբերվել է եւ հիմա դուք վիճում եք մի բանի շուրջ, ինչի մասին մենք տարիներ շարունակ զգուշացրել ենք։ Չեմ ուզում հարցը տամ, որպեսզի մոնոլոգի չվերածվի։ Չէ, բայց կարևոր բան է ասվում։ Հենց այդ եմ ասում։ Ղարաբաղի Ղարաբաղի շարժումը հակարդ է Հայաստանի լրություն, լրեք, եւ սիրելի ժողովուրդ, ես փակել եմ Ղարաբաղյան շարժման էջը հանուն ձեր երեխաների, որ ձեր երեխաները ապրեն։ Վերջ, լսում եք, հետո պատասխանում եք, մեկ գումարած երկու։ Գոյատևման ժամանակը եկել է ապրելու սեփական պետության մեջ կյանքը վայելելու ժամանակը։ Պատերազմի կուսակցությունը ուզում է ջախջախել խաղաղությունը եւ Հայաստանում ապրելու ձեր երեխաների իրավունքը։ Խաղաղությունը դա անվտանգության հետևանքն է, ոչ թե դրա փոխարինողը։ Սա մեկ։ Երկրորդը, դուք սպասարկել եք նույն քաղաքականությունը եւ դուք կրում եք ավելի մեծ պատասխանատվություն մեր գաղափարախոսությամբ դա դավաճանություն է, ձեր սովետական ժառանգած այդ Ստալինի քարտեզով դա նաեւ հանցագործություն է, որովհետեւ ձեր կոչով հազարավոր երիտասարդներ, եթե դուք կոչ եք անում, որ նախ դա շատ ռիսկեր է պարունակում, երբ դուք ասում եք Ադրբեջանի կազմում է, դուք մեզ դնում եք օկուպանտի տեղ, դա բերելու է մեծ հետևանքների, ռազմատուգանքների է բերելու, դուք բերելու եք Հայաստանի կործանումը, կանգ Ես պահանջում եմ, որ մեր նահատակների զոհությունները չթերագնահատվեն, չնսեմացվեն։ Նրանք ընկել են հանուն Հայաստանի Հանրապետության, պետականության, ինքնիշխանության, անկախության։ Եվ ես այո հպարտ եմ ժողովուրդ, որ ձեզ բոլորի դուրս եմ բերել այդ անհեռանկար կոնֆլիկտի թակարդից։ Ես հպարտ եմ դրա համար։ Ես էլի ասում եմ, եթե դուք դրա համար պետքա որոշեք, որ ես պետքա կանգնեմ գնդակահարության պատի տակ, ես հնազանդ ձեր որոշմանը կկանգնեմ գնդակահարության պատի տակ, բայց միջև վերջին վարկյանը իմացեք, ես երջանիկ եմ, որ ձեզ ազատել եմ պատերազմից, կոնֆլիկտից, ես ձեզ ազատել եմ ֆորպոստությունից եւ բերել եմ իրական անկախություն, իրական պետություն եւ իրական հեռանկար։ Սուրեն Պետրոսյան։ Եթե կարելի է ինձ էլ ձայն տվեք։ Այո։ Հետո այստեղ նույնպես։ Հակնեմ։ Իմ ժամանակը խնդրում եմ վերականգնեք։ Ուրեմն, երբ պարոն Փաշինյան խոսում եք նահատակներից եւ ասում եք, որ խոնարհվում եք նահատակների առջեւ, ես ուզում եմ ձեզ հիշեցնել ձեր ելույթը ազգային ժողովում, երբ դուք ասեցիք մենք կարող էինք ունենալ այս նույն իրավիճակը, սակայն առանց այս մի քանի հազար զոհերի, ուղղակի դուք ինձ դրա այդ դեպքում կհանվանեիք դավաճան։ Այսինքն դուք հրաժարվել եք, եթե անգամ այդպես էր դավաճանի պիտակը ստանալ եւ դրա փոխարեն զոհաբերել եք հազարավոր տղաների։ Ես ձեր խոսքն եմ ուղղակիորեն մեջբերում։ Եվ երկրորդը, երբ դուք ասում եք Արցախի թեման մշտապես փակ է եղել, ես եւս մեկ անգամ եմ հիշեցնում եւ խնդրում եմ ակնկալում եմ անդրադարձ։
Եթե Արցախի Երեք թեման րոպե ներողություն միտքս ավարտեմ, եթե Արցախի թեման որպես այդպեսին փակ է եղել, ինչի համար է ստեղծված եղել ԵԱԿ Մինսկի համանախագահողների խումբը։ Արդյոք Հայաստանը եղել է գերտերություն, որ 3 միջուկային գերտերություններ ուզել են Հայաստանին համոզեն միջազգային իրավունքը վերականգնել, թե ոչ։ Շնորհակալ եմ այդ հարցի համար։ Շնորհակալ եմ այդ հարցի Պարոն համար։ թողեք մեկը խոսա, բոլոր հետևյալի համար, ստեղծվել է հետևյալի համար, որ այդ երկրները թույլ չտան, որ կոնֆլիկտը լուծվի, որովհետև կոնֆլիկտի չլուծումը որևէ ժամանակաշրջանում անպայման համապատասխանել է երկրներից մեկի շահերին։ ԵԱԿ Մինսկի խումբը ստեղծվել է, որպեսզի կոնֆլիկտը չլուծվի եւ Հայաստանը թակարդից դուրս չգա, եւ Հարավային Կովկասը թակարդից դուրս չգա։ Եվ ես երջանիկ եմ, որ հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը դուրս են բերել այդ թակարդից։ Պատերազմի առաջին օրը ես գնացել եմ խորհրդարան եւ ասել եմ հենց հիմա ես պատերազմը կարող եմ կանգնացնել, բայց մենք պետք է համակերպենք, որ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ամբողջ խորհրդարանը Ասացան, մի անգամ էլ խանգարեք մեկ ինձ ձայնը կանջատը։ Բոլորի խանգարում։ Վախի ձայնը չեք տվել։ Ոչինչ չեմ լավ եմ նայել, անում։ ոչինչ չեմ Մի րոպե, պարոն Փաշինյան, մի վարքյան, ներողություն, մի րոպե։ Որ ես բացահայտել եմ Ղարաբաղի հարցի տակ թաքնված թակարդը եւ ժողովրդին Հայաստանին դուրս են բերել։ Այսինքն եւ Ամերիկայի Մի վարքյան, խնդրում եմ, չի կարելի Եթե Ամերիկան եւ Ֆրանսիան Մի վարքյան, պարոն Բաղդասարյան, ներողություն։ Մենք նույն ժամանակը վատնում ենք այս աղմուկի վրա, թույլ տվեք մարդը արձագանքի, պարոն Պետրոսյան, խնդրեմ արձագանքեք։ Ինձ ձայն եք խոսում։ Այսինքն դուք արձանագրում եք, որ բացի Ռուսաստան, ինչպես դուք եք նշում, նաև Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան այդ դավադիր գործարքի մաս են կազմել։ Ճիշտ եմ հասկանում։ Ուրեմն պետությունների տարբեր փուլերում Ղարաբաղի հարցի կարգավորման տարբեր փուլերում տարբեր երկրների կտրականապես ձեռնտու չի եղել, որ Ղարաբաղի Այսինքն մեր պարտությունը եւ ես պաշտոնապես ասում եմ, մի րոպե։ Հիմա իհարկե Թույլ տվեք մարդիկ խոսան։ Լավ, անդադ դուք չեք խոսալու։ Շնորհակալություն։ Իհարկե շատ հետաքրքիր է հնչում հանրահաճո, գեղեցիկ, տենց, բայց չի կարելի միանձնյա պատասխանատվություն վերցնել ու ասել, որ խաղաղությունը դուք հաստատել եք ու էլ ճար չկա, որտեվ համար մեկ դուք չեք կարող երաշխավորել Ադրբեջանի տեղը, դուք չեք կարող երաշխավորել Թուրքիայի տեղը, դուք չեք կարող երաշխավորել Ռուսաստանի տեղը։ Այսինքն դուք միանձնյա որպես քաղաքական գործիչ եւ Հայաստանի ղեկավար չեք կարող երաշխավորել խաղաղությունը։ Դուք ունեք ընդամենը մեկ միսիա, որպես գործադիր իշխանության ղեկավար բարձրացնելու Հայաստանի Հանրապետության դիմադրողականությունը եւ միայն բացառապես Հայաստանի Հանրապետության պոտենցիալը։ Լավ, պարոն Սիմոնյան։ ինձ բան ասում, մի րոպե թողեք Հիմա մի վարքյան։ Հիմա բոլորը ձեզ են հարց տալու։ Եկեք սպասենք մի քանի հարց հավաքենք նոր։ Չէ։ Եվ այստեղից էլ խնդրեմ։ 3 րոպե Լևոն Բաղդասարյան։ Բայց հնարավորություն կունենա։ Պարոն Այո, Փաշինյան, այո։ դուք խոսան։ Ում եք ձայն։ Հարգելի ընտրող, այսօրվա դեպատը պետք է դառնար ճշմարտության եւ պատասխանության հարթակ։ Ես ականատես եմ լինում եւ կարծում եմ դուք էլ եք ականատես լինում, թե ինչ բազար է գնում նախկինների եւ ներկաների միջեւ։ Ըստ էության արձանագրում եմ հետեւյալը։ Վարդան Ղուկասյանը բավական էր Վարդան Ղուկասյանի բացահայտումները բավարարվել այս 5-6 տարվա ընթացքում։ Այսօր մենք ապրելու ենք այլ Հայաստան եւ պարոն Փաշինյան, պետք չի որ վարչապետ պաշտոնապես հայտարարի, որ պատրաստ են պատիտակ գնդակահարվեմ։ Չկա դրա կարիք, ես մենք 30 տարի վատ ենք ապրել, ինչի որովհետեւ գնացել է ընտրովի փողոցային արտադատություն։ Գալով իշխանության մենք օրենքը փոխելու ենք, որպեսզի դավաճանություն լինի մահապատիժ եւ բացառապես լինել է արտադատություն։ Ներողություն, պարոն Փաշինյան, ձեզ ասում եմ արտադատություն։ Այս փողոցի արտադատությունն է, որ մենք այսօր այն վիճակում ենք, որ կանք։ Եվ բացառապես դավաճանությունը ոչ միայն լինել է հայրենիքի դավաճանությունը, այլ են մշակույթը, որ այսօր ամբողջ Նարեկ Կարապետյան։ Սիրելի հայրենակիցներ, մի քանի րոպե առաջ Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ ԵԱԿ Մինսկի խումբը, որտեղ գտնում է Ֆրանսիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը, դեմ են եղել Արցախի հարցի կարգավորմանը, խոչընդոտ են եղել Արցախի հարցի կարգավորմանը։ Սա տվյալ է, որ դուք հասկանաք, թե
ինչ գիտելիքներ ունի Հայաստանի վարչապետը դիվանագիտության մասին։ Եվ Ամերիկա եւ Ֆրանսիայի մեր գործընկերները թող տեսնեն, որ մի օր էլ իրենք են մեղավոր լինելու այս բոլոր գործընթացների համար։ Մյուս հարցը, նա մի անգամ ասեց, որ հարցը ադրբեջանցիների վերադարձի փակ է եւ այս արտաքին հետախուզության ծառայության հաշվետվությունը անցած էտապ է։ Այո, որ թիվն ենք հիմա 2026 թվականի զեկույց է 2026 թվականի զեկույց է վերջ Ուրեմն առաջինը, որ խաղաղության մասին են այդքան խոսում, ես ապացուցել եմ փաստերով, որ ամեն տարի տարածք է կորցրել Հայաստանը, այսինքն կառավարություն 2025 թվին էլ խնդրեմ, ամռանը արբանյակային լուսանկարներով ենք ցույց տվել Վարդենիսում, իսկ մնացածը, այդ որ շնորհակալություն, մի րոպե մի ընդհատեք, մի րոպե, այո, արբանյակային լուսանկարները կատարեցուց, մի ընդհատեք, Անջատեք պարոն Փաշինյանի ձայնը կտրեք, որ միկրոֆոնը կտրեք։ Լավ, մյուսը Ես առաջարկում եմ մի հատ շնորհակալություն ասեք բանին, Ալիևին, որ եթե ինքը չլիներ հայերին չէիք փրկի, ես համատեղ օպերացիա եք արել, չկա հայեր, չկա խնդիր։ Այս է տրամաբանությունը։ Պարոն Սարգսյան, խնդրեմ։ Բայց ես էի։ Պարոն Մարուքյան դուք եք։ Ասեք, հետո դուք։ Պարոն Սարգսյան, խնդրեմ։ Իսկ հետո Պարոն Սարգսյանը, չէ։ ազգային բևերի Խոսում եք թե չէ։ Հա, խոսում եմ, չի լսվում։ Չի լսվում։ Հիմա լսվում։ Ես իմ գործընկերոջն եմ դիմում ազգային բևերից, որ իբր մեղադրում է Փաշինյանին, բայց Փաշինյանն էր հոբ համակարգի դեմ խոսում։ Այսինքն ես չեմ հասկանում այս գովաբանությունները, ձևանալ ընդդիմություն, ասել մենք դեմ ենք հոբ համակարգին, բայց ես հիշում եմ 16 թվականին Փաշինյանն էր հոբ համակարգին դեմ խոսում։ Այսինքն մեղադրանքը ստեղ ո՞րն էր, ընդդիմադիր ցույց տալը ո՞րն էր։ Շատ լավ, Էդմոն Մարուքյան։ Չէ, Էդմոն Մարուքյան։ Սերի հայրենակիցներ, ԵԱԿ Մինսկի խումբից է խոսվում, ինչ որ սեմինար է գնում ԵԱԿ Մինսկի խումբը ինչի համար, ես ապշած եմ, որ հասել ենք, այստեղ քննարկում ենք, թե ինչի համար է ԵԱԿ Մինսկի խումբը։ Ես ուզում եմ ասել, որ այդ խումբը լուծարվել է, սակայն դրա դիմաց Հայաստանը ոչ մի բան չի ստացել։ Մեծ նվեր է արել Ադրբեջանին, սակայն դրա դիմաց Ադրբեջանը իր զինված ուժերը չի հանել Հայաստանի տարածքից։ Ռազմագերիները ազատ չեն արձակվել։ Եվ մենք էլի միակողմանի մեր բանակցային քարտը վերցրես են զիջել ենք Ադրբեջանին։ ԵԱԿ Մինսկի խումբը շատ կարևոր ինստիտուտ է եղել եւ դա ըստ էության մի մարմին է եղել, որի արդյունքում մենք ունեցել ենք խաղաղություն, բավականին երկար ժամանակ, ունեցել ենք հայկական Արցախ եւ հիմա հավաքված բոլորը ինչ որ բան են անում, հայհոյում են ԵԱԿ Մինսկի խումբը։ Սա աբսուրդ է։ Ալիևն է ԵԱԿ Մինսկի խումբը քննադատել միշտ։ Սարգսյան, հետո Փաշինյան, խնդրեմ պարոն Սարգսյան։ Իմ կարծիքով ԵԱՀԿ Մինսկի խմբում դեստրուկտիվ է եղել միայն Ռուսաստանը, որովհետև Ռուսաստանին ձեռնատու չէ տարածաշրջանում խաղաղությունը, որտեղ խաղաղության պարագայում ինքը զրկվում է իր ազդեցությունից Հայաստանի, Ադրբեջանի վրա եւ Ռուսաստանի սահմանները հասնում են մինչեւ Մազդոկ։ Մնացած երկու ուժերը կոնստրուկտիվ են, իրենք այսօր ապահովել են խաղաղությունը, մենք այդ խաղաղությունը պիտի պահենք։ Հիմա Փաշինյան, Զուրաբյան Եվ դուք, խնդրեմ։ ԵԱԿ Մինսկի խումբը բոլոր ժամանակներում խաղացել է երկդիմի խաղ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ Երկդիմի խաղ։ Նրանք կոնֆլիկտի հանգուցալուծմամբ չեն զբաղվել։ Մարուքյանը խաղաղությունը անվանում են ամեն տարի 1991 թվից մինչև 2025 թիվը ամեն տարի մենք զոհեր եւ վիրավորներ ենք ունեցել։ Նրանք դա են խաղաղություն անվանում եւ այդ զոհերն ու վիրավորները իրանք չեն եղել, այլ եղել են բոլորովին հասարակ մարդկանց շարքային քաղաքացիները։ Այդ տարիներին ես ծառայել եմ ծառայել, Պարոն Մարուքյան, այդ տարիներին ես ծառայել եմ, ես իրան չեն եղել։ Կաղա դուք եք եղել, ով է եղել։ Երիտասարդը 100,000 մարդ հարավան ապրել է։ Մեծ Ռոմաշտոցի դպրոցը։ Անջատեք Մարուքյանի ձայնը։ Մի րոպե։ Հայրը մամուլի ասում չի։ Մարուքյանի ձայնը անջատեք, շարունակեք։ Անջատել եմ արդեն։ Ուրեմն Իրա խոսքի հերթն է։ Հարգանք ունեցեք։ Երիտասարդին թվում է թե եկել է 7-րդ։ Պարոն Մարուքյան, գնացեք այդտեղից։ 8-րդ դասարանի հասարակագիտության քննության է եկել։ Այդ երիտասարդի հորեղբերն էր ասում Մակրոնը եկավ Զասոս արեց գրած ձեր հորեղբայրը կարա հայերեն դիվանագիտություն բառը գրի ասում են միանձնյա Պարոնակ գեսեք Թաթոյանը կատարյալ սուտ է ասում Հայաստանի ոչ մի տարածք չի կորցվել այդ ձեր նկարածները պաշտպանություն Մի րոպե պարոն Փաշյան նոր դուք խոսում եք ձեզ ուշադիր լսում եք հիմա բարի եղեք մի
մի րոպե, իմ հետ հավասար մի խոսացեք։ Ո՞նց։ Բարի եղեք, հավասար, մի րոպե։ Բարի եղեք, խոսում եմ, ինչի՞ չեք ընդհատում, որ խոսում է։ Ես ասացի, չեք կա դուք բոլորին ընդհատեք։ Ես ոչ մեկի չեմ ընդհատում։ Ես ոչ մեկի չեմ ընդհատում։ Ես վիրավորանք եմ բանում, դրանից զրկված եք։ Այս մարդը տեխնիկների պրոֆեսիոնալ հիբրիդային աղբյուրա օտար երկրա ուղղորդմամբ։ Հիմա ձեր հարցին պատասխանեմ։ Ինչպես են երաշխավորում։ 2 օր առաջ ես բալանսավորված եւ բալանսավորված արտաքին քաղաքականությունն էի ցույց տալիս։ Երաշխիքը հավասարակշռությունների պահումն է եւ տարածաշրջանում փող կապվածությունների եւ փող շահավետ իրավիճակի ստեղծումը, ինչը մենք անում ենք եւ արել ենք։ Լևոն Զուրաբյան, Պարոն Մարուկյան, դուք Պարոն Մարուկյանի միկրոֆոնը միացրեք։